Այսօր կեսօրից հետո Նուբարաշեն քրեակատարողական հիմնակից ազատ արձակվեց Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը։ Վերջինս հիշեցնենք կալանավորվել էր ուրբաթ օրը եւ մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ։ Մինչդեռ այսօր կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո Հայկը հայտարարեց, որ իր նկատմամբ ուղղակի հետապնդում է իրականացվում լրագրողական գործունեության համար։ Ինչու քեզ բռնեցին ու երկու օր պահեցին այստեղ։ Ես ճիշտ ասած սպասում էի, որ ինձ կբռնեն հունվարի 14-ին, հետո սպասում էի, որ կբռնեն 15-ին, որ չբռնեցին, մտածեցի, որ կբռնեն 16-ին, ու տենց ուղղակի ձգձգվեց։ Ես ամեն օր պատրաստ էի, տեսնում եք, սա ինձ տան մոտից են բռնել, ես շատ տաք էի հագնված, ես ընդհանրապես կասկած չունեի, որ իրանք բռնելու են, ասենք այդ ձերբակալությունը նախապատրաստել են քանի օր 13-ից մինչև 2-ը 20 օր ու այդ նույնիսկ այդ պայմաններում իրանք դա իրականացրել են ահռելի խախտումներով, սարսափելի խախտումներով, ինչը իմ երազանքներ ուղղակի կատարվեցին։ Այսինքն պատժելու ձև էր սա իրենց կողմից քո կարծիքով, զգուշացում էր իրենց կողմից։ Զգուշացում էր ավելի շատ, ուղղակի իրանք մի հատ մեծ ներկայացումներ են սարքում, Վովա Գասպարյանը, այսպես սուպեր պոլիցեյսկի բան եւ այլն, հանկարծ ոմանք որոշում են, որ կարելի է իր մասին բացասական բաներ գրել ու իրանք ուզում են ցույց տալ, թե ինչ ա լինում իր մասին բացասական գրողների հետ։ Ես տեսնում եք, ես կանգնած եմ ձեր առաջ, ողջ որևէ վատ բան չի պատահում, հորդորում եմ բոլորին։ Եթե ներկայացնես այդ ամսի 13-ին, հա, ինչ էր տեղի ունեցել վերջապես բաշուփերից։ Չէ, դա այդ ամենայուղոտ կտորն է, դա պահել եմ հետագայի համար, առայժմ կալանքի այսպես ասած հմայքը, հետո նա շատ ավելի յուղոտ կտոր է։ Այսինքն նախապես դա ծրագրված էր ամսի 13-ի Սա ուղղակի հետապնդում է, դա միանշանակ ընդհանրապես կասկած ասենք, չգիտեմ, հնարավոր չունենալ, միանշանակ հետապնդում է, միանշանակ պատճառներ ունի եւ կար առիթ, որը իրանք ստեղծեցին, բայց չի ստացվել, միանշանակ չի ստացվելու, դա կտևի 1 տարի, կտևի 1 ժամ, կտևի 10 տարի, այն համար նշանակություն չունի։ Հայկ դեպքի մասն է կպատմեք, այդ հունվարի 13-ին, Ոչ, որովհետև իրանք այդ դեպքի այդ քննության ընթացքում, արդեն բուն դատավարության ընթացքում իրանք էլի թողելու են սխալներ, ես եթե մանրամասներ պատմեմ, իրենք կարող է այդ սխալները մի մասը չթողնեն, բայց ոստիկանապետը ինչ շահեց, ինչ ստացավ սրա արդյունքում։ Իրան համցրեց, ես չգիտեմ։ Հայկը երեք օր մեկուսացված է եղել, ինքը տեղյակ չի, ես երեք օր ընթացքում հանրապետությունում ինչ է կատարվել, կարծում եմ ինքը լրատվությանը եւ տեղ ունեցած ինքը ծանոթանա եւ կզարմանա շատ, թե իր ձերբակալությունը ինչպիսի արձագանք է գտել Հայաստանում։ Իրոք բացարձակ տեղյակ չեմ, ինձ ոչ թողել են զանգահարեմ, ոչ մեկի հետ մամուր մամուր չեմ ստացել։ Իսկ այդ 10 օրը որ քեզ հետախուզում էին, ինչպես ես կարողացել այդպես անել, որ քեզ ճիշտ ասած ես երկու անգամ 5-7 օրերը հաշվեցի, 5-7 օրը թաքնվել եմ կառավարությունում, երկու անգամ անսուլիսներում եմ թաքնված եղել, ամեն օր թերթի էջերում եմ թաքնված եղել, բացի շաբաթ-կիրակիներից, չգիտեմ, շաբաթ-կիրակի որտեղ եմ թաքնվել, ուզում եմ հիշեմ, չեմ հիշում ուղղակի։ Հաստեղ շատ հաճելի ժամանակ եմ անցկացրել, մեր խցում կար 8 հոգի, 8 տարբեր ճակատագրեր, 8 ոնց ասեմ, տիպաժներ մարդկային, շատ հետաքրքիր էր, կհավատակ շատ քիչ եմ քնել, որտեղ այնքան էի լսում այդ մարդկանց, այնքան էի խոսացնում, ու քանի որ գրիչը վերցրել էին իմ ձեռքից, գրիչ չունեի, էլի, ես փորձել եմ ամեն ինչի հիշեմ ու ահագին բան հիշել։ Ես միանշանակ կարող եմ ասել, որ Հայկի այս պահին այստեղ գտնվելը միանշանակ հանրային բուռն եւ լրագրողական արձագանքի արդյունք է, դրանում որևէ մեկը թող չկասկածի։ Իսկապես երևի որևէ մեկը չէր կարող սպասել, որ Հայկի ձերբակալությունը այդպիսի մեծ արձագանք կստանա։ Շնորհակալություն ձեզ։ Գնացինք։ Ազով երկու ամեն շաբաթ կիրակից հետո պիտի գաք։
Ես քեզ ասի, չէ՞ որ սովորի ձևերը բան։ Սամջա։ Իլա, ռաբանգը ստացել է։ Նկարչոտ։ Ուխոյտեր գործ։ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը զարմանքով հրապարակեց կանխի գործառնությունների սահմանափակման մասին օրինագծի տապալումն արձանագրող քվեարկության արդյունքը, իսկ օրինագիծը տապալվեց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատճառով, քանի որ Բարգավաճ Հայաստանը նախընտրեց չքվեարկել։ Կողմ 54 դեմ չկա, ձեռնպա 7 որոշումը չի ընդունվել։ Այս արդյունքն իշխող հանրապետական կուսակցության համար շատ զարմանալի թվաց հատկապես այն պարագայում, երբ կազմակերպվեց վերաքվեարկություն։ Եթե պատգամավորների կողմից 2-ից ավել, 3-ից ավել եղել է բողոք քվեարկության վերաքվեարկություն է կազմակերպել։ Իդեպ քվեարկության հետ կապված որևէ պատգամավոր բողոքով հանդես չէր եկել, եւ այդպես էլ պարզ չդարձավ, թե որ պատգամավորն է բողոքել։ Միայն Սամվել Նիկոյանի հարցից հետո, թե ում քվեարկությունը, բնականաբար կողմ քվեարկությունը չգրանցվեց, 5-6 հանրապետական պատգամավորներ հասրին անմիջապես ձեռք բարձրացնել, բայց առաջին քվեարկությունից հետո վերաքվեարկության ժամանակ կողմ ձայներն ավելացան ընդամենը 2-ով։ Հանրապետականներն այլևս չկարողացան զսպել զայրույթը նախագծին չքվեարկած Բարգավաճ Հայաստան խմբակցության նկատմամբ։ Այս իրավիճակում նախ խորհրդարանի փոխխոսնակ հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարկ համարեց տեղյակ պահել, թե օրինագիծը կոռուպցիայի դեմ է։ Օրենսդրական նախաձեռնությունը ուղղված է հենց հակակոռուպցիոն միջոցառումների հետ կապված է եւ յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված։ Վարման կարգի վերաբերյալ Սամվել Բալասանյան։ Ուրեմն հարգելի գործընկերներ, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը չքվեարկեց, նա դեմ չէ օրենքի նախագծին, ուղղակի վաղ ժամկետ է մեր հասարակության համար։ Ընդունվել է ընդհանուր առմամբ որոշում, որ մենք պետք է չքվեարկենք։ Չքվեարկենք ինչու։ Սրա տակ ոչ մի քաղաքական ենթատեքստ փնտրել կամ քաղաքական ուղղվածություն փնտրել չարժի։ Մեր դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նման օրինագիծը չափազանց վաղաժամ է։ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում իր համոզվածությունն է հայտնում այն մասին, որ Սասուն Միքայելյանը չի կարող դառնալ Հրազդանի քաղաքապետ։ Նախ ես համոզված եմ, որ ինքը չի ընտրվելու, որովհետև այդ հնարավորությունը չունի, որովհետև հրազդանցիները շատ խելացի մարդիկ են, գրագետ, հրազդանցիների աշխարհընկալումը շատ ընդգրկուն է եւ չեմ կարծում, որ հնարավորություն կտան դառնա քաղաքապետ։ Եթե անգամ դառնա քաղաքապետ, ես իր հետ աշխատելու խնդիր չեմ ունենա, ասում է հանրապետական մարզպետը։ Փետրվարի 12-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են լինելու։ Միմյանց հետ համայնքը կառավարելու համար պայքարում են գործող քաղաքապետ, հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանելյանն ու Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը։ Մարզպետ Շահգալդյանը գտնում է, որ Միքայելյանը 1996-ից մինչև 1999 թվականներին Հրազդանի քաղաքապետ եղած ժամանակ չի կարողացել լավ աշխատել։ Ես ակտիվորեն պաշտպանելու եմ Արամ Դանելյանի թեկնածությունը, որովհետև ինքը մեր կուսակցության անդամն է վաղուց եւ կարծում եմ, որ ինքը ավելի լավ քաղաքապետ է, քան մյուս թեկնածու։ Իսկ Արամը իրոք ինքը չուզեցել թեկնածուն տնի։ Մարզպետն է ստիպել, որ թեկնածուն տնի։ Մարզպետն ասա չէ, պետք է մնաս։ Մարզպետն իրանա պահե Արամին, որ հանկարծ Արամը որ անցնի ինքն կամ պատգամավոր դառնա կամ ինչ-որ իր հարցեր լուծի, բայց այդ իրան չհաջողվի։ Բոլոր դեպքերում չհաջողվի։ Ես թույլ չեմ տա մարզպետի կարգի մարդիկ այս ժողովրդի կյանք ուտեն։ Միքայելյանը մարզպետին հորդորում է հանգիստ թողնել Հրազդանը, Կոտայքը։ Նա համեմատում է իր ղեկավարած ու այժմյան Հրազդանը շեշտելով, որ իր քաղաքապետ եղած ժամանակ քաղաքն ավելի լավն էր, քան հիմա։ Հեռու գնայս երկրից, այս տարածքից, հերիք է ժողովրդի կյանք իրա։ Են իրա Արամն էլ իրա խամաճիկ, իրար այդ մարդ են բռնել տալիս, վահաբեկում են, ամեն։ Միքայելյանն Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում բարձրաձայնել էր մի շարք խախտումների մասին, որոնք թույլ են տալիս մարզպետն ու գործող քաղաքապետը։ Թողեն, չթողեն անցնելու է։ Իսկ մոդելը քեզ պարզ է, թե ինչ է կատարում։ Եթե մարզպետն էս որ այդ քայլերը դիմում, իշխանություններն են թույլ տված իրան որ այդ քայլերին դիմում է։ Թե չէ մարզպետն է այդքան ժողովրդին հաբեկի, ուսուցիչներին կանչի։ Այսօր ուսուցիչն ի՞նչ է դարը Հրազդանում։ Ես 10 տարի չարչարվել եմ ուսուցիչի դեր եմ բարձրացել Հրազդանում։
Մի տեսեք ինչ է կատարվում։ Մարզպետն ուսուցիչներին ահաբեկում, ուսուցիչները գալիս են դպրոցում աշակերտներին են ահաբեկում, ասում են կեթակ ձեր ծնողներին կասեք, որ Սասուն Միքայելյանին ձայն չտան, Արամ Դանիելյանին ձայն տան։ Երթեր են անում, հանդիպումներ են անում, որևէ տեղ խոչընդոտ մենք հարուցել ենք, կարծում եմ, որ ոչ։ Կարող է մեկնել ինքնագործնեությամբ զբաղվել, մեզ հստակ ինֆորմացիա տան, կզգուշացնենք, նույնիսկ կպատժենք այն անհատներին կամ ղեկավարներին, որոնք հանդգնում են օրենքը խախտել։ Շագալյանը նշում է, որ որպես մարզպետ ամեն ինչ անելու է, որ առաջիկա կիրակի Հրազդանում կայանալիք ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ։ Հիմա էլ եմ շեշտված ասում, որ այս ընտրությունները Հրազդանում լինելու են բացառապես կազմակերպվելու են օրենքի շրջանակներում եւ կարող եք չկասկածել լինելու են արդար, թափանցիկ։ Երկու կողմերի միջև առկա լարվածությունը փոխանցվել է նաև հրազդանցիներին։ Քաղաքը հիմնականում բաժանվել է երկու մասի։ Գործ չկա։ Ժողովուրդը սովա, ծարավ։ Ես դրվես Միքայելյանը, բայց մի բան կանի։ Ասենք ինչ կուզեք այս քաղաքում փոխել։ Գործ լինի, սերը ստացենք տունը, գործ լինի։ Ասես որ դակում է ջրի բալոտնեա։ Հերոզը ես պարտքեմ ջրի։ Բաստեր դակում բալոտնա մշեստե ցեխն կորչմա։ Հասարակ ջուրու։ Ինչու հուրաշվակրի մարչի իմանա։ Ամեն ինչ նորմալ է։ Սենց որ մնա շատ լավ է։ Սենց ո՞նց։ Ինչ։ Սենց ո՞նց։ Նորմալ ապրում ենք, ինչ է եղել։ Քաղաքը կազմավորվում է, լույսեր են քաշում, ամեն ինչ նորմալ աշխատում է։ Շատ լավ ասֆալտազա, շատ լավ ամեն ինչ նորմալ է։ Աշխատում եք։ Չեմ աշխատում։ Բայց աշխատում։ Չեք ուզի աշխատել։ Ինչ որ մեկը որոշել է ում ընտրելու քաղաքապետին։ Դո չէ, հա։ Վերջի այդ գիշերը կորոշենք։ Քաղաքապետարանում արդեն մի քանի անգամ է հանդիպումներ են կազմակերպում Նալբանդյան 106 հասցեի բնակիչների, նրանց բակում շենք կառուցել ցանկացող ընկերության եւ ճարտարապետների միջև, սակայն ընդհանուր հայտարարի բնակիչներն ու կառուցապատողը չեն գալիս։ Կառավարությունը տարածքը գերակա շահ է ճանաչել ու ինչպես սովորաբար լինում է, բնակիչները բողոքում են որոշման դեմ։ Քաղաքապետարանի ներկայացրած տարբեր նախագծերն ու տարբերակները, թե ինչպիսին պետք է լինի բակում կառուցվելիք շինությունը, Նալբանդյան Սայաթ Նովա փողոցների հատման մասում գտնվող բակի բնակիչներին չեն գոհացնում։ Նրանց խոսքով իրենց ոչ ոք չի հարցրել նախագիծը հաստատելուց եւ տեղում 2-16 հարկանի շենք կառուցելու որոշում ընդունելուց առաջ։ Բնակիչների իրավունքները դատարանում պաշտպանում է Transparency International-ի ներկայացուցիչ Հերիկ Նաստիգրանյանը։ Բակը ինքը վերածվում է ստորգետնյա ավտոտնակ ունեցող մի տարածքի, այսինքն նրա վրա լինելու առաջի հարկը մանկապարտեզ, ըստ ներկայացված նախագծի, մանկապարտեզ, որի տակ երկհարկանի ավտոտնակ է, վերևում էլ չգիտեն քանի հարկայնության շինություն։ Մենք նաև բողոքարկում ենք այդ շինարարությունային առումով, որ քաղաքաշինության մասին օրենքն է խախտվել, բնակիչների իրազեկում որպես այդպեսին չի տեղի ունեցել։ Բակի բնակիչները դիմել են արտակարգ իրավիճակների նախարարություն եւ պահանջել տարածքի սեյսմակայունության մասին եզրակացություն։ Հիմա ձեռքի տակ ունեն մի փաստաթուղթ, որում նշված է, թե տարածքի սեյսմակայունությունը փաստացի չի համապատասխանում Երևանի տարածքի համար սահմանված չափանիշներին։ Գլխավոր ճարտարապետի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը խոստովանեց, որ տարածքը սեյսմակայունության տեսանկյունից դիմացկուն չէ։ Սեյսմիկ վտանգի մասին եթե խոսենք, եթե վերլուծվի բանկի վիճակը իրական կառուցապատման փաստացի իրավիճակում, ոչ մի դիսկայնության ինքը չի համապատասխանում։ Այնտեղ նույնիսկ եթե հրդեհի ժամանակ Աստված լուչանի մեքենա մտնելու հնարավորություններ չի ունենա։ Այնտեղ դուք տեսաք սխեմայի մեջ։ Ու թեև այժմյան նախագիծը նախատեսվում է 2-16 հարկանիի փոխարեն 4 հատ 7 հարկանի շենք կառուցել, բնակիչները պնդում են, որ իրենց բակն ավերվել է առանց իրենց թույլտվության։ Հիմա էլ փորձում են իրենց արևի լույսի եւ անվտանգության հաշվին բիզնես սկսել։ Մինչդեռ քաղաքապետարանի ներկայացուցիչը բնակիչներին է մեղադրում, որ ժամանակին համապատասխան ակտիվություն չեն ցուցաբերել հանրային լսումներին։ Անցել է նույնիսկ հաստատում է քաղաքապետարանի կողմից հասարակական լսումներ քննարկումներ անցկացնելուց հետո, թե ինչի իրենք չեն մասնակցել կամ պասիվություն են ցուցաբերել, այն էտապում կարելի է այդ խնդիրը
կառուցել։ Այսինքն դուք վստահ եք, որ բնակիչները չեն իմացել այդ մասին այն ժամանակ, չեմ կարող պնդել իմացել են թե չէ, կամ ուղղակի ակտիվություն չեն ցուցաբերել, այդ քննարկումների մասնակցելու, որտեղ պարտադիր ընթացակարգով հայտարարություն է տրվում նման քննարկումների համար եւ ուղղակի իրենք պետք է իրազեկված լինեն եւ մասնակցեն։ Նույնիսկ ասեցի, որ այստեղ մանկապարտեզ է մեղվել 70 տարի առաջ։ Հենց որ սա հարազատ գոտ է ինձ համար։ Կանաչ տարածքները ոչնչացվել են։ Սա հերթական կանաչ տարածքն է, որ ծառերը կտրվել են։ Իհարկե կտրվել են։ Քանի ծառ արդեն մենք վաղուց չենք եղել այս տարածքում, քանի ծառ չկա արդեն։ Մի մասն էլ փաստորեն արմատները բացեցին, չորացրեցին ծառերը, կամաց կտրում են էլի, կամաց կտրում են։ Այս ապամոնտաժումներից հետո է, որ տարածքը անբարեկարգ է երևում, որովհետև ժամանակին այստեղ կար տաղավար երեխաների համար խաղի հրապարակի տիպի, կար խաղի թարմա եւ այլն, ծառերը ավելի լավ վիճակում էին, այն վայրենաբարոյ ծառահատումները տեղի չէին ունեցել դեռ, այնպես որ հիմա է, որ փորձում են քաղաքապետարից ներկայացնել, որ սա ահավոր անբարեկարգ իրավիճակում գտնվող մի տարածք է եւ քաղաքապետարանը փորձում է բարելավել մարդկանց կենսավիճավայրը, դրանով իսկ նրանք փորձում են հիմնավորել, որ կարելի է 14-ից 20 ծառ, ասենք, հանել, տեղափոխել կամ կտրել եւ տեղը բարձրարկ շենք կառուցել։ Այսինքն բարեկարգումը պատկերացնում են զուտ էլիտար շենքի շինարարության միջոցով, որը պարզապես անընդունելի է բնակչության երևի թե 99%-ի կողմից կարելի ասել։ Այսօր կառավարության մամլոցրահում հրավիրված ասուլիսին իր ղեկավարած գերատեսչության հիմնախնդիրների, երակաղությունների եւ այս տարի ծրագրված անելիքների մասին հանգամանալիորեն խոսեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, առանձնացնելով մշակույթի ոլորտի այս տարվա գերակա ուղղությունները, մասնավորապես դրանք 4-ն են՝ գրականության, գրահրատարակության ու գրքարվեստի ոլորտի գերակա եւ դրանց շարքում իհարկե հայ գրատպության 500-ամյակի եւ այդ շրջանակներում Երևանը այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված իրադարձությունների շրջանակներում Առաջին խնդիրը, որը դրված է այդ ուրեմն ծրագրի առջև, դա ամփոփել լիարժեք այն բոլոր գրավոր ժառանգությունը, որը այսօր գտնվում է Հայաստանում։ Եվ պատահական չէ, որ ոչ միայն մշակույթի նախարարության ուրեմն ջանքերով, այլ նաև այլ գերատեսչությունների եւ մասնավոր ներդրումների ջանքերով այսօր ամբողջովին 2012 թվականին ավարտվելու է Մատենադարանի վերանորոգման, հին մասնաշենքի վերանորոգման ծրագիրը, նոր ցուցադրություն ձևավորմամբ, հանրային գրադարանի ուրեմն Աթամանյական շենքի վերանորոգումը Նախարարության աշխատանքի գերակա ուղղություններից են նաև գրադարանների հիմնանորոգումը, նաև էլեկտրոնային գրադարանների հիմնումը։ 2012 թվականին ամբողջովին ավարտվում է 13 պետական գրադարանների հիմնանորոգման ծրագիրը, 12 թվականին պետք է վերազինվեն այդ գրադարանները, իրականացվելու են մասնագետների վերապատրաստումներ։ Դե իսկ հաջորդ արդեն պատմամշակութային հուշարձանների պահպանության գերակա խնդիրներն են նաև թանգարաններում նոր ցուցադրությունների, թանգարանների եւ առհասարակ այլ մշակութային օջախների, համերգասրաների, թատրոններ եւ այլ էլեկտրոնային նոր ծրագրերի հետ համակցումը, որը հնարավորություն կտա ցանկացած պահին տեղեկանալ, թե այս կամ այն վայրում ինչ համերգ կարելի է ունկնդրել, ինչ բեմադրություն կամ ցուցադրություն դիտել, տոմսերն էլ կարելի կլինի պատվիրել էլեկտրոնային տարբերակով համացանցի միջոցով։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվեց հայ երիտասարդները հանուն մարդու իրավունքների լուսանկարների ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն էր բարձրացնել երիտասարդների շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սովորեցնել պաշտպանել սեփական իրավունքները։ Նկարների հեղինակները հենց երիտասարդներն են, որոնց լուսանկարներն արտացոլում են այն խնդիրները, որոնց բախվում ենք ամեն օր։ Ծրագրի ղեկավար Նահապետյան Ռուզաննան անդրադարձել էր երթուղային տաքսիների խնդրին։ Ամեն կոնկրետ այս նկարը կատարվել է երթուղային տաքսիում, եթե տեսնում եք երեխան, մայր ու երեխա, որոնք եւ այստեղ վերված է հենց մեր
Սահմանադրությունից հոդված է համապատասխան կապված մայրության եւ երիտասարդության հատուկ պաշտպանության որպես խոցելի խումբ հավաքելու համար։ Եթե հանգարտ ինչ-որ մի սիտուացիա լինի, անվտանգության կանոնները պահպանված չեն։ Դեռևս շատ խնդիրներ կա, որ պետք է լուծել հենց նույն ուսանողների հետ կապված, ուսանողների իրավունքները, մի շարք խնդիրներ, որոնք ընդհանրապես միայն Հայաստանին չեն, հա։ Որոնք են ավելի խոցելի։ Խոցելի մասը օրինակ զբաղվածության խնդիրները, այսինքն երիտասարդները, որ շատ տաղանդավոր են եւ այլ ավարտում են ու չեն կարող աշխատանք գտնել, հա։ Լուսանկարներից մի քանիսը վերաբերում են հաշմանդամների խնդիրներին, որոնք թերևս ամենաշատն են ոտնահարվում։ Լուծված չեն նրանց տեղաշարժման, զբաղվածության, ինչպես նաև տրանսպորտի խնդիրները։ Հայաստանում, ինչպես նաև շատ տեղեր, հաշմանդամները հատուկ կարիք ունեն ինչ-որ միջոցների, օրինակ ճանապարհների բարելավումը, որպեսզի կարողանան հասարակության լիարժեք անդամներ լինեն, հա։ Այդ բանով կարող եմ ասել, որ ամեն մի շինություն ունենա համապատասխան տեխնիկա, որպեսզի կարողանա հաշվանդամները ասենք մուտք գործել այդ շինություն։ Նույնը վերաբերում է դպրոցներին եւ հատկապես հանրության համար ավելի օգտագործվող վայրերին։ Ցավոք մեր ծրագիրը դեռևս չի ընդլայնվել մարզեր, բայց շուտով կարծում ենք, որ կընդլայնվի ու մարզերում նույնպես կկատարվի նմանատիպ աշխատանքներ, այսինքն տեղեկատվացության մակարդակը երբ որ բարձրացվի, գուցե հանրությունը արդեն գիտակցի եւ մի շարք այլ քայլեր կատարվեն հենց բարելավելու համար։ Նաիրա Աբրահամյանն լուսանկարների միջոցով բարձրաձայնել է Տավուշի մարզում բնակվող եւ բնակարանից զրկված մարդկանց խնդիրները։ Պատկերված է բնակարանային կարիքը Հայաստանում։ Մենք ուրեմն աշխատում ենք պատշաճ բնակարան ապահովել այդ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար Հայաստանում։ Պարզապես սա այնքանով է համընկել, որ մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր հայ ընտանիք ունի իրավունք ապրելու պատշաճ բնակարանում։ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարինա Դոցենկոն խորհրդանշական է համարում, որ 2012-ի միջոցառումների մեկնարկը տրվեց հենց մարդու իրավունքներին նվիրված ցուցահանդեսով։